Բարի երեկո, եթերում Ազատության լրատվականն է, առաջիկա րոպեներին դիտեք։ Ուժեղ Հայաստանի առաջին համար Նարեկ Կարապետյանին կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ մեղադրանք կառաջադրվի, բայց ազատությունից զրկելու հարց այս փուլում չի առաջանա։ Ծառուկյանի փաստաբանը նրա գործով վկա։ Ինձ հեռացեցին բարույթից, վախից։ Գործարարը քննիչներին կողմնակալ է համարել։ Արցախցի Արթուր Օսիպյանը Նիկոլ Փաշինյանից պահանջում է հերքել իր հասցեին տեղացած վիրավորանքները։ Արժանապատվության հարցեր։ Երեք զոհված Նարեկ Թորոսյանը 20 տարեկան էր։ Այնքան մեծ կյանք կար իր մեջ, այնքան լույս կար։ Երկրորդ օրն է մահվան պատճառների մասին պաշտոնական տեղեկություն չկա։ Անվճար էր, ընտրություններից հետո դարձավ վճարովի։ Տեղամասի բժշկուհին ասեց, որ խորհրդատվության համար պետք է վճարենք։ Մարդիկ առողջապահության ապահովագրության նոր պայմանների են բախվում։ Վայլբերիսի պահեստների վրա ուկրաինական հարձակումներն ինչ ազդեցություն ունեն հայ վաճառողների վրա։ Փոխհատուցում կլինի։ Նախ կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա որոշումների մասին։ Վահագն Հովակիմյանի ղեկավարած հանձնաժողովը համաձայն է, որ ուժեղ Հայաստանի ցուցակով պատգամավոր ընտրված Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրվի, բայց ազատությունից զրկելու համաձայնությանն առնչվող միջնորդությունը վերադարձրել են գլխավոր դատախազություն։ Հիմքում սահմանադրական դատարանի որոշումն է, ըստ որի պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից նրան ազատությունից զրկելու համաձայնություն միայն ազգային ժողովը կարող է տալ։ Ինչն է հետաքրքիր, երեք կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը սահմանադրական դատարանի մեկ այլ որոշման էր հեղումանում ու պնդում, թե իրենք հարցը քննելու լիազորություն ունեն։ Իսկ այսօր ըստ փաստաբանի նա էլ է կողմ եղել միջնորդությունը վերադարձնելու։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկրորդ տևած քննությունից հետո համաձայնություն տվեց ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելուն, սակայն մերժեց նրան կալանավորելու գլխավոր դատախազության միջնորդությունը։ Փաստաբան Արամ Վարդևանյանի խոսքով ընտրական մարմինը հիմք ընդունելով սահմանադրական դատարանի 21-ի որոշումը համարել է, որ այդ հարցն այլևս իր լիազորությունների մեջ չէ։ Դատախազության կողմից բովանդակային հակափաստարկում չէր ներկայացվել, կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերադարձրել է նշված միջնորդությունը, այսինքն խափաման միջոցի հարց կալանքի կամ տնային կալանքի Նարեկ Կարապետյանի դեպքում տեղի չի ունենալու։ Ուզում եմ բոլոր դեպքերում արձանագրել, որ նախորդող որոշումն էլ մեր գնահատմամբ եւս պետք է վերադարձվեր, որովհետեւ դրա մեխանիզմը չկար։ 5 տարի առաջ սահմանադրական դատարանի կայացրած որոշմամբ պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից անձը չի կարող պահվել անազատության մեջ կամ զրկվել ազատությունից առանց ազգային ժողովի համաձայնության։ Երեք կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը հղում անելով սահմանադրական դատարանի մեկ այլ որոշման պնդում էր, թե իրենք իրավասու են քննելու նաև պատգամավորի ազատությունից զրկելու հարցը։ Մինչդեռ այսօր նիստից հետո Վահագն Հովակիմյանն արդեն ընդունեց, դա դուրս է ընտրական հանձնաժողովի լիազորությունների տիրույթից։ Այսինքն դա որոշումը այդ լիազորությունը տվել է ազատությունից զրկելու հարցը։ Տվել է խորհրդանին, ասենք պատգամավորի կարգավիճակը ձեռք բերելու պահից։ Այսինքն կենտրոնական ընտրական հանձնաժողովը արձանագրել է, որ այդ միջնորդությունը քննարկելու լիազորություն չունի։ Արամ Վարդևանյանի փոխանցմամբ գլխավոր դատախազության ներկայացուցիչը փակ նիստում չի համաձայնել այս մեկնաբանության հետ, սակայն որևէ հակափաստարկ էլ չի ներկայացրել։ Թե երեք, թե այսօր ԿԸՀ-ում միջնորդությունը ներկայացրած դատախազը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին։ Այդպես էլ անհայտ մնաց, թե ինչ հիմնավորմամբ է դատախազությունը ներկայացրել մի միջնորդություն, որն ըստ բարձր դատարանի դուրս է ընտրական հանձնաժողովի լիազորություններից։ Վարդևանյանն ասաց, այսօրվա որոշումից հետո ամենայն հավանականությամբ Նարեկ Կարապետյանին մեղադրանք կառաջադրեն։ Քրեական գործից մանրամասներ հայտնի չեն, Վարդևանյանն էլ գրեթե ոչ մի մանրամասն չհայտնեց, բայց պնդեց գործընթացն ամբողջությամբ քաղաքական է։ Նա միայն ասել էր, որ գործն առնչվում է ընտրական գործընթացի հետ։ Ներկայացվում է մի միջնորդություն, գրված իբր Նարեկ Կարապետյանին վերաբերող, ներկայացրել են 1000 թեռ
կերտ կից նյութ, որտեղ ոչ միտեղ Նարեկ Կարապետյան մարդ չկա։ Իդեպ միտեղ Նարեկ անուն կա հիշատակված, բայց պարզվում է դա էլ Նարեկ Կարապետյանի մասին չի։ Ուժեղ Հայաստանից 3 падգամավորի մանդատ ստացան նաև Դավիթ Ղազինյանն ու Հայկ Սուքիասյանը, երկուսն էլ կալանքի տակ են։ Վարդևանյանը կրկին հղում անելով Սահմանադրական դատարանի որոշմանը ասաց. նրանք պետք է անհապաղ ազատ արձակվեն։ Երկուսի հարցով էլ փոխանցեց ներկայացվել են միջնորդություններ։ Արդեն ներկայացվել է հրատապ միջնորդություն, որ վարույթ ստանձնելու, դատական նիստ նշանակելու եւ Դավիթ Ղազինյանի խափանման միջոցի անհապաղ վերացման վերաբերյալ հույս ունենանք, որ չնայած դատավարական կնճռոտ սահմանափակումներին, մենք կունենանք իրավիճակ, որ անհապաղ նիստը կգումարվի։ Ես ներողություն եմ խնդրում, Հայկ Սուքիասյանի դեպքում տեղեկացված եմ, որ պաշտպանը եւս միջնորդություն ներկայացրել է դատախազությանը, բայց դեռևս պատասխանը չկա։ Ընդդիմադիր Ուժեղ Հայաստանի ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը իր շուրջը տեղի ունեցողին հրապարակային չի արձագանքել։ Նրան մեղադրանք առաջադրելու վերաբերյալ տեղեկություն այս պահին չկա։ Եվ բառացիորեն րոպեներ առաջ հայտնի դարձավ, որ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ։ Երկու հոդվածով, մեկը հավաքին մասնակցելուն հարկադրելը, բռնություն գործադրելու կամ սպառնալիքի միջոցով, երկրորդը առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը։ Մեղադրանքի մանրամասները սակայն դեռ հայտնի չեն, վերջին հոդվածով մինչև 12 տարվա ազատազրկում է նախատեսված։ Նոր զարգացումներ կալանավորված ԲՀԿ առաջնորդի գործում։ Իրանցի գործարարի եւ Գագիկ Ծառուկյանի մոտ 10 ժամ տևած երեկվա առերեսումը այսօր էլ պետք է շարունակվեր։ Նրան մեկուսարանից կրկին քննչական կոմիտե էին բերել։ Բայց ամեն ինչ ընդմիջվել է, երբ մեծահարուստ գործարարի փաստաբանը վկայի կարգավիճակ է ստացել, իսկ ԲՀԿ ղեկավարի թիմը որոշել է բացարկ ներկայացնել քննչական ողջ խմբին։ Մինչ այս գործը իրանցիների հետ բիզնեսին է վերաբերում, վարչապետ Փաշինյանի թիրախում հայտնված Ծառուկյանի տասնյակ ընկերություններ շարունակում են փաստացի փակի տակ մնալ, աշխատակիցներն էլ անգործ։ Տուժած ճանաչված իրանցի գործարարներից մեկի հետ 3-10 ժամ Գագիկ Ծառուկյանի առերեսումից հետո այսօր քննիչները հեռացրել են վարույթից Բարգավաճ Հայաստանի առաջնորդի փաստաբան Երեմ Սարգսյանին։ Նա պատմեց, որ իրավապահների համար հիմք է ծառայել իրանցու բողոքը, թե Սարգսյանը ժամանակին մասնակցել է իր եւ Գագիկ Ծառուկյանի հանդիպումներին, ուստի պետք է որպես վկա հարցաքննվի, ոչ թե ստանձնի Ծառուկյանի պաշտպանությունը։ Վախից ինձ հեռացեցին վարույթից, որովհետև այն ապօրինությունները, որ իրենք կատարում էին, երեք ուղակի ջախջախել են։ Այն պայծ սկսած, երբ որ վարույթական սողմարանը տեսնում էր, որ իրենց նախորդ բոլոր ցուցմունքները կոտրվում են եւ ուղիղ հակասական ցուցմունքներ են ստացվում, սկսում էր հանել հարցերը։ Հիմնավորել ենք, որ դժողը ինչ ասելա սուտ ասը, արդեն հասկանալով, որ այսօր նույն կերպ պետքա շարունակեմ իմ հարցաքննությունը, որոշեցին, որ ինձ վարույթից հեռացնեն։ Փաստաբանն արդեն որպես վկա հրավիրվել է հարցաքննության։ Ծառուկյանի մյուս փաստաբան Էմին Խաչատրյանն այսօր հրաժարվել է շարունակել մասնակցել առերեսմանը, քննչական ամբողջ խմբին ներկայացնելով բացարկի միջնորդություն։ Միամտություն կլինի այստեղ արդարություն փնտրել է, հետեւաբար առնվազն մենք այս փուլում պետք է արձանագրենք թե տեղի ունեցած ապօրինությունները, թե այն հանգամանքը, որ հնարավոր ու անհնար բոլոր մեթոդներով պարոն Ծառուկյանին զրկում են արդյունավետ պաշտպանության իր իրավունքից, այս անհավասար, պայմաններում մրցակցության սկզբունքի, բացակայության պայմաններում աշխատելը իմ կարծիքով տեղին չէր լինի։ Պարոն Ծառուկյանը կրկին անդրադարձավ մեղադրանքին։ Պարոն Ծառուկյանը շատ կարճ ու հստակ իր դիրքորոշումը հայտնեց, որ շինց ու գործ է ու կատարում է միակողմանի քննություն։ Մինչ բացարկի վերաբերյալ որոշում կկայացվի, Գագիկ Ծառուկյանին կեսօրին քննչականից կրկին տեղափոխեցին ազգային անվտանգության ծառայության մեկուսարան, այս անգամ արդեն փակ ձեռնաշղթաներով։ Ծառուկյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն եւ փողերի լվացում կատարելու համար։ Ըստ իրավապահների, Բարգավաճ Հայաստանի առաջնորդը կազմակերպել է ավելի քան 21 միլիոն դոլարի գույքի հափշտակությունը իրանցի գործարարներից։ Մինչդեռ Ծառուկյանի փաստաբանները պնդում են, որ իրանցիներն են պարտք Բարգավաճ Հայաստանի առաջնորդին եւ դա ապացուցող պարտավորագրեր կան։ Կալանավորմանը զուգահեռ Ծառուկյանի ձեռնարկությունները փակ են, ստուգումներ են, գույքագրումներ։ Արարատ ցեմենտ գործարանն անցել է պետության
կառավարմանը, ինչպես քարոզարշավին խոստացել էր վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը նաև պնդել էր, որ մեծահարուստ գործարարը պետք է բանտ գնա։ 10-ից ավելի ձեռնարկության գործունեություն այս պահին կասեցված է, շուրջ 10,000 մարդ այս պահին հարկադիր պարապուրդի է մատնված։ Ծառուկյանը պնդում են թիմակիցները, այս անգամ չի նահանջի ու ինչպես Սերժ Սարգսյանի օրոք չի հեռանա քաղաքականությունից։ Գագիկ Ծառուկյանը Բարգավաճ Հայաստան կուսակցությունն է եւ սրանով ամեն ինչ ասված է։ Սկսած Գագիկ Ծառուկյանի տունը խուզարկելու առաջին վարքյանից, կալանավորումից, դրան հաջորդած ավելի շուտ սանձազերծված ապօրինի գործողություններից հետո մենք այս իշխանություններից ամեն ինչ այլևս սպասում էինք։ Գագիկ Ծառուկյանի Բարգավաճ Հայաստանը խորհրդարանից դուրս մնաց հաշված ձայների տարբերությամբ։ Արդյունքները չեղարկած երկու տեղամասերում կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերաքվեարկություն չնշանակեց, արդյունքում քաղաքացիական պայմանագրի մանդատները որոշիչ մեծամասնության հասան։ Այս օրերին Ծառուկյանին աջակցելու են գալիս Ռոբերտ Քոչարյանի Հայաստան խմբակցության падգամավորները։ Այս գործողությունը ուղղված է ոչ միայն Գագիկ Ծառուկյանի դեմ, այս գործողությունը ուղղված է Հայաստանի ողջ տնտեսության դեմ։ Եվ եթե իրենք ուզում են իրավաչափ, չգիտեմ, համաչափ, մրցակցության, պաշտպանության տեսակետից գործողություններ ձեռնարկել, ապա ամենևին այս ձևը չի։ Սա ոչ միայն վրեժխնդրություն է, սա մարդկային նաև արժանապատվության ուղիղ ոտնահարում է։ Փաստաբանները բողոքարկել են 70-ամյա Ծառուկյանին կալանավորելու որոշումը, ակնկալվում է, որ Վերաքննիչատյանն առաջիկա օրերին կանդրադառնա այս գործին։ Ընտրություններն անցան, բայց որոշ գործիչներ, մասնավորապես թեժ ընտրարշավի շատ արտահայտություններ որոշել են անհետևանք չթողնել։ Արթուր Օսիպյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին։ Քարոզչության ընթացքում վարչապետի հետ բանավեճը արցախցի տղամարդուն 3 մեղադրանք եւ կալանքի մոտ 1 ամիս արժեցան։ Հիմա Օսիպյանը վարչապետ Փաշինյանից պահանջ ունի հերքել իր հասցեին տեղացած վիրավորանքները։ Նիկոլ Փաշինյանը ռուպորը ձեռը որ սկսել է խոսելը, դա հրահանգ է եղել ամբողջ համակարգին։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում վարչապետի հետ բանավեճի բռնված, ապա բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, խուլիգանության եւ քարոզչությանը խոչընդոտելու մեղադրանքով Նուբարաշենի բանտում 23 օր անցկացրած արցախցի Արթուր Օսիպյանը դատի է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, պահանջելով հերքել իր հասցեին արած արտահայտություններն ու ներողություն խնդրել։ Արցախցի գործիչը մասնավորապես պահանջում է, որ Փաշինյանն իր Facebook-յան էջում ներողություն խնդրի իրենից, մեջբերեմ համբալի 1-ը թալանչի անասուն, տականք եւ ստահակ անվանելու համար ու հերքի փախած եւ թալանչի լինելու վերաբերյալ պնդումները։ Դատական համակարգի վրա վստահությունը իր արդարության վերաբերյալ զորոհի մոտ է, ճիշտն ասած, բայց համենայն դեպս ինձ համար շատ կարևոր է, որ հասարակությունը, քանի որ լայն արձագանք հաստատել այս դատական պրոցեսները եւ Նիկոլ Փաշինյանի մեղադրանքները իմ վերաբերյալ զորապարտանքները, որպեսզի հասարակությանը պարզ լինի, որ դա կեղծ է։ Ընտրություններից շաբաթներ առաջ Արաբկիրում քարոզարշավ իրականացնող Նիկոլ Փաշինյանն այդ օրը առավոտից էր հունից դուրս եկել։ Նախ 44-օրյա պատերազմից ի վեր եղբորից լուր չունեցող բժիշկ Արփինե Սողոյանի հետ վիճեց։ Նրա վրա բղավելով, քաշքշելով ու դիմադիր գործիչների հետ նույնականացնելով։ Վարչապետն ըստ էության չհանդարտվեց գրեթե ողջ օրվա ընթացքում եւ օրվա երկրորդ կեսին տեղի ունեցավ Արթուր Օսիպյանի հետ միջադեպը։ Նա որևէ վիրավորական արտահայտություն չանելով մոտեցել էր Փաշինյանին ու հարցեր ուղղել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ բանակցությունների Արցախի նախկին իշխանություններին ֆինանսավորելու մասին։ Նիկոլ Փաշինյանը դարձյալ հունից դուրս եկավ, վիրավորանքների տեղատարապ սկսվեց, որը չավարտվեց նույնիսկ Օսիպյանին այդ տարածքից հեռացնելուց հետո։ Դուք կենթանի, որ մի հատ էլ 5000 զոհի մասին եք խոսում, այդ տական, ինչի եք կենթանի։ Ժամեր անց իրավապահները որոշեցին ոչ թե վարչապետի գործողությունները քննել, այլ արցախցի գործչին մեղադրանք առաջադրել ու կալանավորել։ Ներողություն պահանջող Արթուր Օսիպյանը Նուբարաշենի բանտում հացադուլ հայտարարեց։ Նիկոլ Փաշինյանը սակայն անդրդվելի էր։ Օսիպյանի կյանքին վտանգ սպառնալու ահազանգերից հետո էլ վարչապետը ներողություն չխնդրեց։ Ինձ համար Սամվել Շահրամանյանն ու Արթուր Օսիպյանը նույն կատեգորիայի մարդիկ են։ Ինքը եւ պսևդոէլիտայի մյուս ներկայացուցիչները պետք է ներողություն խնդրեն մեր նահատակների ընտանիքներից, որ ուզում են շարունակել այդ process-ը
եւ Հայաստանը վերադարձնել կոնֆլիկտի խորխորատի մեջ։ Կարող է հարցը շատ հեշտ փակեր։ Նույնիսկ չեմ ասում տենց ներողություն անպայման ուղղակի ցույց տար, որ ինքը փոշմանած, Օսիպյանի խափանման միջոցը փոխեցին եւ ազատ արձակեցին ընտրություններից, նրա նկատմամբ ապօրինությունների մասին իրավապաշտպանների բարձրացրած աղմուկից ու Օսիպյանին ազատ արձակելու պահանջով քաղաքացիների ստորագրահավաքից հետո միայն։ Նա դադարեցրեց հացադուլը եւ այժմ իրավական ճանապարհով է փորձում վերականգնել իր արժանապատվությանը հասցրած վնասը։ 44-օրյա պատերազմի մասնակցած 41-ամյա տղամարդն ընդգծում է, եթե ինքը դասալիկ է, թող իր դեմ այդ հոդվածով գործառույցեին։ Եթե ես փախած եմ, դա դասալիկություն է, դասալիկությունը դա քրեական պատժելի հանցագործություն է, ապա ինչու չի քրեական վարույթ այդ հարցով նախաձեռնված։ Արթուր Օսիպյանը Նիկոլ Փաշինյանից նաև խորհրդանշանական փոխհատուցում է պահանջում 1 դրամ։ Սա արժանապատվության հարց է եւ այդտեղ գումարի խնդիր չկա։ Այդ 1 դրամով ես ուղղակի սիմվոլիկ եմ պահանջել, ասեցի ինչի համար։ Իր դեմ հարուցված քրեական գործը, որն արդեն դատաքննության փուլ է հասել, Արթուր Օսիպյանն աբսուրդային է որակում։ Պնդում է, իր իրավունքները պաշտպանելու համար պատրաստ է մարդու իրավունքների եվրոպական դատարան հասնել։ Ուրեմն ոստիկանների ցուցմունքները ինչպիսին են։ Հայհոյ անքերել, բայց ինչա հայհոյել, չգիտեմ ինչա հայհոյել։ Ուղղակի կարակն ընկած հրաման են կատարում ու բերել հասցրել մի հատ աբսուրդի։ Ուղղակի երբ որ տրամադրություն չլինում, ես ընթերցում եմ, այնքանով եմ որ ասում եմ ճիշտը խնդալու, ղժալու համար։ Ու ասում եմ մեկնաբանությունները ու հիմքերը ասում են դու մոտեցել ես վարչապետին նախորոք պատրաստված հարցերով։ Բնականաբար։ Դատական գործերի դատալեքս համակարգում նրան առաջադրված մեղադրանքի մասին շատ մանրամասներ չկան։ Մեղադրական եզրակացության համառոտ նկարագրությունում հիշատակել են մարտի 22-ի նրա արած Facebook-յան գրառումը։ Վարչապետ Փաշինյանի մետրոյում արցախցի կնոջ հետ աղմկահարույց միջադեպից հետո Օսիպյանը մեկը մյուսի հետևից վրդովված գրառումներ է արել։ Իրավապահները մասնավորապես հիշատակում են այն գրառումը, որտեղ նա պնդելով, թե Փաշինյանը չի կարողանա կարևոր հարցերից խուսափել, գրել է մեջբերեմ ողնաշարդ կջարդեմ անասուն։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է։ Մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում։ Իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում եմ դիտել։ 3 զոհված Նարեկ Թորոսյանը 20 տարեկան էր։ Այնքան մեծ կյանք կար իր մեջ, այնքան լույս կար։ Երկրորդ օրն է մահվան պատճառների մասին պաշտոնական տեղեկություն չկա։ Անվճար էր, ընտրություններից հետո դարձավ վճարովի։ Տեղամասի բժշկուհին ասաց, որ խորհրդատվության համար պետք է վճարել։ Մարդիկ առողջապահության ապահովագրության նոր պայմանների են բախվում։ Վայլբերիսի պահեստների վրա ուկրաինական հարձակումներն ինչ ազդեցություն ունեն հայ վաճառողների վրա։ Փոխհատուցում կլինի։ Երեք զոհված զինծառայողի մահվան մասին քննչական կոմիտեն երեկոյան տեղեկացրեց, դրանից հետո լռությունը։ Պաշտպանության նախարարությունը այս տարի բանակում արձանագրված արդեն 8-րդ մահվան դեպքին անգամ չի էլ անդրադարձել։ Իրավապահներն էլ միայն քրեական գործի հարուցման մասին են հաղորդել։ Ինչպես է զինվորը մահացել, ինչ վարկած է քննվում, ոչ մի խոսք։ Ազատությունը պարզել է զոհված ժամկետային 20-ամյա Նարեկ Թորոսյանն էր, ուզում էր լրագրող դառնալ։ Երազանքներ ուներ, այնքան մեծ կյանք կար իր մեջ, այնքան լույս կար այդ տղայի մեջ, էլի որ բոլորի սրտին ցավ է եկել։ 20-ամյա ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի երազանքները անավարտ մնացին։ Սպորտային լրագրողի մասնագիտությունն ընտրած եւ համալսարանի 4-րդ կուրսից բանակ զորակոչված երիտասարդի ինքնության եւ մահվան հանգամանքների մասին իրավապահներն ու պաշտպանության նախարարությունն արդեն 2 օր է լռում են։ Զինծառայողը, որին 3 մահացած էին գտել, ամենայն հավանականությամբ դիրքերում Չարենցավանից էր, ռուս-հայկական համալսարանի ուսանող։ Արդյոք զինվորին սպանել են, թե նա ինքնասպան է եղել։ Ազատությունը չի կարողացել պաշտոնապես ճշտել, քանի որ քննչական կոմիտեն այսօր եւս հրաժարվեց մանրամասներ հայտնել զինծառայողի մահվան հանգամանքների մասին։ Մինչ այդ տարբեր վարկածներ են շրջանառվում։ Արմլուրի տեղեկություններով մեջբերում եմ զինծառայողին հասցրել են ինքնասպանության։ Լրատվամիջոցը գրում է, թե նախնական տվյալներով զինվորը ծեծի է ենթարկվել։ Իմ տեղեկություններով, որը ես չեմ կարող 100% հասկանալ, ինքնասպանություն է եղել։
Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանն էլ շատ տեղեկություններ չուներ։ Ազատության հետ զրույցում նշեց, որ իրեն հասած լուրերի համաձայն կարծես թե ինքնասպանության մասին են խոսում, մանրամասներին սակայն չէր տիրապետում։ Երեք տեղեկացվել են քաղաքապետարանից, ռազմական ոստիկանությունից եւ զինկոմիսարիատից գնացել են ընտանիքի անդամներին, ասել են այդ գույժի մասին։ Մահացած Նարեկ Թորոսյանի հորընկերոջ Արայիկ Բաբայանի փոխանցմամբ տղան բանակ էր զորակոչվել այս տարվա հունվարին։ Վերջերս էր արձակուրդ եկել։ Երիտասարդ տղայի մահվան հանգամանքների մասին ստույգ մանրամասներ չգիտեր, միայն ասաց, որ Նարեկը ճամբարակում էր ծառայում։ Տղայի ծնողները իրավապահներից պատասխաններ են սպասում։ Հայրը, մայրը հարգված, խելացի, դաստիարակված, իր երեխաներն է դաստիարակված, ասենք, անտի լավ օրինակելի ընտանիք են, էդի բոլորը կվկայեն։ Շատ խելացի, զուս, աշխատող, շատ լավ երեխա էր էլի։ Նարեկը մինչ այս տարվա հունվարը ուսանող էր ռուս-հայկական համալսարանում։ Բուհի լրագրության ամբիոնի վարիչ Մարինա Ալեքյանը Ազատությանը պատմեց, որ տղան առանց որևէ խոչընդոտի 4 տարի սովորել է Բուհում։ 4-րդ կուրսի առաջին կիսամյակն ավարտելուց հետո զորակոչել են բանակ, թե ինչ պատճառաբանությամբ Ալեքյանը տեղյակ չէր։ 20-ամյա Նարեկը, որ մի քանի ամսից պետք է ավարտեր Բուհը, երազում էր սպորտային լրագրող դառնալ։ Սակայն հուլիսի 21-ին դիրքերում տեղի ունեցածը վերջ դրեց Նարեկի երազանքներին։ Տղան այնքան շատ էր Բուհի հետ կապված, որ անգամ վերջերս երբ արձակուրդ էր եկել, համալսարան էր այցելել։ 4 տարիների ընթացքում իրանց բնականաբար դասավանդել եմ, էլի։ Ու Նարեկին առաջի կուրսից ճանաչում եմ։ Առաջի օրվանից սա ցենց դաստիարակված, խելոք, շնորհքով, բարի, շատ լավ տղա, ընկերական, համակուրսեցիների հետ ամեն հարցին հասնող, բացի ցենց դրական բանից որևէ մի դասախոս երբևիցե չի կարա հիշի մի հատ բացասական դրվագ է երիտասարդի հետ կապված էլի մեր ուսանողի։ Ու ասեմ շատ մեծ ցավ էր բոլորիս համար, երեք գիշեր ամբողջ մեր դասախոսական կազմը շոկի մեջ էր այս կատարվածից, որովհետև իրոք մենք բոլորս միասին սփում ենք Նարեկի մահը։ Երազում էր սպորտային լրագրող դառնալ։ Սպորտային լրագրող էր դա ուզում դառնալ, այդ գծով գրում էր, ֆուտբոլով էր շատ հետաքրքրված։ Ասում եմ Չարենցավանում էր ապրում, բայց մի օր չեղավ որ դասից ուշանա։ Պաշտպանության նախարարությունը, որ զինծառայողի մահվան հանգամանքների մասին որևէ տեղեկություն չի հայտնել, այսօր էլ հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ, նշելով, որ վարույթ է նախաձեռնված դեպքի հանգամանքները ամբողջությամբ պարզելու նպատակով։ Զինվորի կյանքի համար պատասխանատուն պաշտպանության նախարարությունն է։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն անթույլատրելի է համարում պաշտպանության նախարարության լռությունը։ Իրավապաշտպանն ընդգծում է, որ ռազմական գերատեսչությունը պարտավոր էր հաղորդագրություն տարածել զինծառայողի մահվան վերաբերյալ, մինչդեռ անգամ հրապարակավ ցավակցություն չեն հայտնել զինվորի հարազատներին։ Ալեքսանյանի համոզմամբ պաշտպանության նախարարը լուռ մնալով պարզապես ուզում է իրեն հեռու պահել մահվան դեպքերից։ Ինչ վերաբերում է քննչական կոմիտեին, ապա Ալեքսանյանը նկատում է, որ զինվորի մահվան վերաբերյալ իրավապահ մարմինը 3 անորոշ մի հայտարարություն էր արել, անգամ առանց մահացած զինծառայողի անունը նշելու։ Հետո կոմիտեն ավելացրեց 20-ամյա տղայի անվան սկզբնատառերը, տեղեկացնելով, որ քրեական վարույթ են նախաձեռնել։ Երկրորդ օրն է եւ որևէ տեղեկություն չկա, թե ինչ հոդվածով է հարուցված քրեական գործը։ Սա նվաստացնող վերաբերմունք է զինծառայողի իշտակի, նրա ընտանիքի նկատմամբ, նրա հարազատների նկատմամբ։ Այդ կրթված տղան ծառայել է բանակում եւ հիմա նրան վերադարձնում են ծնողներին նրա անշունչ մարմինը եւ որևէ պատասխանատու չկա այդ տղայի մահվան համար։ Անկամ ցավակցող չկա, հասկանում եք։ Կարծես ոչինչ տեղի չի ունեցել։ Անցած 7 ամիսների ընթացքում պաշտոնապես հաղորդվել է 8 զինծառայողի մահվան մասին։ Ինչու հայտարարվող բարեփոխումներին զուգահեռ զինված ուժերում, այն էլ խաղաղ պայմաններում չի հաջողվում կանխել զինծառայողների մահերը։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, որ տասնամյակներ շարունակ բարձրաձայնում է բանակում տեղի ունեցող մարդու իրավունքների խախտումների մասին, կարծում է, որ չդադարող մահերի պատճառը զինվորական վերնախավն է, որը պարզապես քայլեր չի ձեռնարկում բանակում կրիմինալ մթնոլորտը փոխելու համար։ Իրավապաշտպանի համոզմամբ պարզապես պետք է վերահսկողություն եւ կանոնադրության կիրառում, որը սակայն չկա։ Հիմա առողջապահության ապահովագրության շուրջ դժգոհությունների մասին։ Մարդիկ իրենց փորձով են կիսվում, ինչպես էր մի քանի ամիս առաջ նույն ծառայությունը անվճար, հիմա կամ ամբողջությամբ կամ մասամբ վճարովի։ Արդյոք ընտրություններից հետո ինչպես 12-ը խփելուն պես հեքիաթը հոդս ցնդեց։ Ընտրությունից հետո դարձավ այս վիճակը,
թե չէ ես միշտ գոհ եմ եղել, թե դեղորյակի, թե բժշկի։ Դե չգիտեմ, փաստն արձանագրվում, ես չեմ ուզում ավելորդ ոչինչ խոսել։ Տիկին Շողակաթի արձանագրած փաստն այն է, որ ընտրություններից հետո ինքը հաշմանդամության կարգ ունեցող թոշակառու բժշկի կոնսուլտացիայի համար պիտի վճարի։ 10 տարի ավել ես հաշվանդամ եմ, երբևիցե վճարում չեմ կատարել, երբևիցե ոչ մի բանի համար չեմ վճարել։ Սա ինձ համար նորություն է ուղղակի, երբեք չեմ վճարել։ Երևի վերացրին առողջապահության ապահովագրությունը, ասում է մեկ այլ կին, որից 6000 դրամ էին ուզել անոթների դուպլեքս հետազոտություն նշանակելու համար։ Հիմա վերացրել են, դարձրել են համավճար։ Այդ ապահովագրությունը մի 2 ամիս առաջվա, մի ամսվա առաջվա բան էր, դրանից առաջ էր։ Հիմա դե հուլիսից հետո դուրս եկա ոնց հասկանում եմ հուլիսից սկսել է համավճարը։ Ես չեմ էլ հավատացել, ես չեմ դիմել ոչ միտեղ, բայց չեմ էլ հավատացել ու միշտ էլ ասել եմ, եթե հիմա կա, ընտրություններից հետո վերանալու է այդ երևույթը, հələ հույս չունենանք, որ այս քեշբեք են ասում, ինչ են ասում, էդ էլ չհանեն։ Մեկ այլ թոշակառուից 15000 են ուզել։ Այդքան գումար չունեի, որ ես դուպլեքս անեի։ Համավճար է, սա են լսում անվճար բուժսպասարկման հույսով տարբեր հիվանդանոցներ շտապողները։ Տեղամասի բժշկուհին ասեց, որ խորհրդատվության համար պետք է վճարեք։ Ես ձեզ նախորոք ասում եմ, զգուշացնում եմ։ Որքան։ Ինքը ասեց 6000 բժիշկը, բայց ստեղ 12000։ Մարդկանց մոտ վերադարձել են փող չունենալու պատճառով մեռնելու մտքերը։ Պետք է այն ծայրահեղ վիճակի մարդը պետք է մահանա գնա, ուրիշ ոչ մի բան։ Համավճարը հասել է նաև երեխաներին, մի շարք ծնողներ պատմեցին։ Ասացին մինչև 12000 դրամ մաքսիմում։ Դրանից հետո անալիզները անվճար է բոլորը։ Նախկինում օգտվել եք ես։ Այո, անվճար լրիվ։ Նույնիսկ պարկել ենք, ոչ մի կոպեկ չենք ծախսել։ Նոր է փոփոխ։ Այո, շենքն է մեր պետությունը։ Ուղեգրով էի գնացել ու անսպասելի իմացա, որ պետք է նաև վճարեն 6000 դրամ։ Առաջ նման բան չկար։ Դավիթ Գալստյանը երեխային պոլիկլինիկա վնասվածքաբանի մոտ էր տարել։ Նախկինում անվճար օգտվել են նույն պոլիկլինիկայի ծառայությունից։ Գնացինք դիմեցինք թերապևտը նայեց, ուղեգիր գրեց դեպի վնասվածքաբան եւ այդ ուղեգրով պետք է մոտենայինք, բայց այս անգամ զգուշացրեց, որ սկսել է գործել համավճար։ Անակնկալ էր իհարկե այդ համավճարի գործերը, որովհետեւ միշտ վստահ ենք եղել, որ երեխաների բուժումը ամենայն դեպս անվճար է։ 9000 է եղել վնասվածքաբանի ծառայությունը, 6000-ը պետությունը վճարում է, ծնողը 3000։ Խնդիրը գումարը չէ, այլ մոտեցումը, շեշտում է Գալստյանը։ Մինչև 18 տարեկանները անվճար պիտի սպասարկվեն։ Սա ինչ բարեփոխում է, որ վատթարացնում է ամենախոցելի խմբի պայմանները։ Իմ համար սկզբունքային է, որ երեխաների սպասարկումը պետք է լինի անվճար։ Թե հիմա դա ոնց կկազմակերպեն, դա արդեն այլ հարց է, ու չի կարող բարեփոխում կոչվել մի համակարգ, երբ որ երեխան սկզբում անվճար է սպասարկվում, դրանից հետո վճարովի մասամբ գոնե վճարովի պետք է սպասարկվի եւ դա դառնում է բարեփոխում։ Մարդկանց հետ զրուցել ենք տարբեր բուժկենտրոնների, պոլիկլինիկաների տարածքում։ Ինչու են մարդիկ պնդում, որ իրենցից գումար են ուզում ծառայությունների դիմաց, որ նախկինում անվճար է եղել։ Լսեցինք, որ ավելի հաճախ վճարում են մասնագիտական կոնսուլտացիաների համար։ Սա նորություն չէր եւ բազմիցս էլ նշվել է, որ ապահովագրության համակարգում ամեն ինչ անվճար չի լինելու։ Համավճար նախատեսված է օրենսդրությամբ, որևէ նորություն չկա, պնդում է Առողջության ապահովագրության հիմնադրամի տնօրենի պաշտոնակատարը։ Պետությունը մասնագիտական կոնսուլտացիայի համար 6000 դրամ է նախատեսել, եւ դա Սամվել Խարազյանի բավարար գումար է, բայց ասում է բուժկենտրոնները կարող են այլ գումարներ սահմանել այդ կոնսուլտացիաների համար ու տարբերությունը պիտի քաղաքացին վճարի։ Իսկ եթե վճարել չի ուզում, պիտի գտնի այնպիսի բուժհաստատություն, որտեղ համավճար չունեն, 6000-ով բավարարվում են, իսկ երեխաները նախկին կարգավորմամբ համավճար չէր կիրառվում մինչև 18 տարեկանների համար։ Մինչև 18 տարեկան երեխաների անվճար բուժօգնության վերաբերյալ նման որևէ կարգավորում օրենսդրական գոյություն չունի։ Պետք չէ նման բաներ հորինել, որ նախկինում այդ ամենը անվճար է եղել։ Ծնողները պնդում են նույն պոլիկլինիկայում նույն մասնագետը անվճար սպասարկել է եւ միայն վերջին ամսուկեսում են լսում համավճար բառը։ Հիմնադրամի ղեկավարը չի ընդունում, որ խնդիր կա, պնդում է հունվարից սկսած համավճար եղել է։
աննկատ է կիրառվել, մարդիկ չեն զգացել, որ փող են վճարում, ինչու են հիմա համատարած ահազանգում։ Թե ինչի է սրվել հատուկ հենց այս ժամանակ, դա արդեն իմ չեմ ուզում դրա մասին մեկնաբանել։ Ծնողներից Դավիթ Գալստյանը կասկած ունի, որ նախընտրական փուլում բուժկենտրոններին հրահանգել են համավճար չկիրառել կամ մեղմ գտնվել, իսկ հիմա բուժկենտրոններն անցել են գործի ամբողջ թափով։ Դժգոհությունների հետ հիմնադրամում համաձայն չեն, բայց ասացին լուծում են փնտրում։ Բուժհաստատություններին են դիմել, որ հասկանան երբվանից, ինչու, ինչ կարգով են համավճար կիրառում։ Սամվել Խարազյանի խոսքով կստեղծեն մի հարթակ, որտեղ ըստ համավճար կիրառող բուժհաստատությունների կֆիքսեն, որ մասնագետի ծառայությունը որքան արժե։ Որպեսզի մեր քաղաքացիները այս կամ այն բուժհիմնակ դիմելուց տեղեկացված լինեն։ Ինչ եք հազում, հո չեք մրսե։ Դիմել է կամ վճար բուժվել է առողջապահական ապահովագրության ներդրումը վերջին քարոզարշավում ամենագովաբանված ռեֆորմներ։ Վարչապետ Փաշինյանը մեծ ու փոքր համայնքներում միայն գովեստներ էր լսում, անվճար բուժված, տեսողությունը վերականգնած, քայլելու հնարավորությունը վերագտած տարեցներից։ Համավճարից բողոքողների չենք տեսնում քարոզչական հարյուրավոր հանդիպումներում։ Հիմա պարզվում է գործում էր տարեսկզբից ուղղակի այն ժամանակ դժգոհող չկար, հիմա չգիտես ինչու շատ են բողոքավորները։ Մեր քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվել։ Ապահովագրական ռեֆորմի շուրջ ծավալվող համավճարային կրքերը փորձել է մարել նաև արձակուրդից թարմ վերադարձած առողջապահության նախարարը։ Նա պնդել է այն, ինչ հիմնադրամի ղեկավարը, ոչինչ չի փոխվել համավճարի կանոններում։ Անահիտ Ավանեսյանը խնդրել է օգտատերերին իր տեսանյութի մեկնաբանություններում նշել, վճարել են որքան։ Նախարարը կարևորում է հետադարձ կապը ու 20 ժամում ստացել է ավելի քան 600 ահազանգ։ Այս գիշեր Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են նաև Կրասնոդարում և Ստավրապոլի երկրամասում գտնվող Վալդբերիսի ևս երկու պահեստներին։ Վերջին օրերին սա ռուսական օնլայն առևտրային հարթակի պահեստների 4-րդ թիրախավորումն է։ Ուկրաինայի նախագահը պնդում է, դրանք ներգրավված էին ռուսական բանակին անօդաչուների բաղադրիչներով, նավիգացիոն սարքերով և հանդերձանքով մատակարարելու գործում։ Ռուսական տնտեսության համար առանցքային նշանակություն ունեցող այս հարթակի թիրախավորումից նաև հայ վաճառողներն են տուժում։ Լույսը բացվեց վատ լուրով։ Գիշերվա ընթացքում վառվել են Վալդբերիսի երկու հիմնական պահեստները, որոնցից գրեթե ոչինչ չի մնացել։ Ուկրաինական հարվածների թիրախում հայտնված Վալդբերիսի լոգիստիկ կենտրոններում են նաև հայ վաճառողների ապրանքները։ Ավելի քան 10,000 հայաստանցի տնտեսվարող է այս հարթակում վաճառք իրականացնում։ Հիմա վնասներն են հաշվում րոպե առ րոպե փոխհատուցման լուրի սպասում։ Թեկուզ այդ կոմպենսացիան թող լինի գոնե մնացած պահեստներում պահեստավորված ապրանքների պահպանման ժամկետները, այդ գումարները գոնե հետաձգվի, ներկա պահին սառեցվի կամ միջնորդավճարները, որ մենք Վալդբերիսին վճարում ենք, գոնե ինչ-որ չափով նվազեցվի, որ գոնե մենք կարողանանք մեր վաճառքները շարունակել։ Էլեկտրաստալը, որտեղ պահեստավորված էին սելերների հիմնական ապրանքների մեծ մասը եւ Կատովսկ պահեստը, որոնք այսպայն դադարեցրել են իրենց գործունեությունը։ Հստակ պատասխան չեն տվել, թե ոնց կփոխհատուցել։ Վնասները գնահատում են մոտավորապես 1.5 միլիոն դրամ ու ավել։ Ուկրաինան վերջին օրերին անօդաչու թռչող սարքերով մի քանի անգամ հարվածել է Ռուսաստանի խոշորագույն առցանց առևտրային հարթակի առնվազն 4 լոգիստիկ կենտրոններին։ Հարվածների հետևանքով պահեստներում խոշոր հրդեհներ են բռնկվել։ Ռուսական իշխանությունների տվյալներով զոհվել է 8 մարդ, ավելի քան 80-ը վիրավորվել։ Ամենաշատը վնասվել Մոսկովյան էլեկտրոստալի Վալդբերիսի ամենամեծ բաշխիչ կենտրոններից մեկը։ Վալդբերիսում վաճառք իրականացնող հազարավոր ռուս վաճառողների համար սա աղետալի վիճակ է ստեղծել։ Ոմանք ապրուստի հիմնական միջոցն են կորցրել։ Я надеюсь, что мне хватит силы и мужества и стойкости это все преодолеть. Я просто понимаю, что физически ВБ не сможет возместить всю компенсацию, и мне от этого очень больно. 16 миллионов долга было. С колен просто поднималась. Потеряли теперь огромные убытки. Կիևը պնդում է, որ այդ պահեստներն օգտագործվել են ոչ միայն քաղաքացիական ապրանքների, այլև ռուսական ռազմաարդյունաբերությանը մատակարարող բաղադրիչների պահեստավորման ու տեղափոխման համար։ Ռուսաստանը եւ Վալդբերիսը հերքում են այս մեղադրանքները, պնդելով, որ խոսքը բացառապես քաղաքացիական ենթակառուցվածքի մասին է։ Վաճառողներն իրենց ենթադրություններն ունեն, այդ մասին առավել ազատ են խոսում հատկապես հայ սելլերները։ Ըստ իս ավելի շատ Ուկրաինան ցանկանում է, որ առհասարակ Ռուսաստանի տնտեսությունը հիմնահատակ
քանդվի, որովհետև գիտեք, որ Ռուսաստանը ինքը գտնվում է հենց սանկցիաների տակ եւ միակ սնուցող օղակը այս պայդրությամբ եւ առևտրի տեսանկյունից եւ ֆինանսների տեսանկյունից ԵԱՏՄ երկրներն են։ Ուկրաինայի հարվածներից ամենաշատը վնասվել է Էլեկտրոստալի Վալբերիսի խոշորագույն լոգիստիկ կենտրոնը, որի տարածքը շուրջ 188,000 քառակուսի մետր է։ Հայ վաճառողների ապրանքները նաև այս պահեստներում են կրակի բաժին դարձել։ Մասնադարը նոր է եղել, դեռ չեմ հասցրել ուսումնասիրել 2,700,000 դրամի մասին է խոսքը գնում, կոնկրետ իմ մասով ես ինքս ներկապահին ունեմ 7 պահեստում պահեստավորված ապրանքներ, որից 2-ը ներկայությամբ չկան։ Այսինքն հիմա այնտեղ իմ հույսը մնացել են 5 պահեստները, բայց ինձ մոտ արդեն նենց փուճապահար վիճակ կա, որ ես արդեն չգիտեմ, ես վաղ առավոտյան արթնանամ, գիշերը որ պահեստին, հա, արդեն թիրախավորած կլինեն։ Վալբերիսն օրերս պայմանագրում մի կետ էր ավելացրել, ըստ որի պատերազմի հետևանքով վնասված կամ ոչնչացված ապրանքների համար փոխհատուցում չի տրամադրելու, քանի որ նման դեպքերը դասվում են ֆորս մաժորային հանգամանքների շարքին։ Դոնարա Գրիգորյանը, որ Վալբերիսի հարթակում վաճառք իրականացնելու հմտություններ է սովորել տնտեսվարողներին, ասում է այս հայտարարությունը կոտրում է փոխհատուցում ստանալու իրենց հույսերը։ Նա նաև ընկերության վերջին հայտարարությունն է հիշեցնում, ըստ որի քննարկվում են տուժած վաճառողներին աջակցելու այլ տարբերակներ, բայց մտավախություն ունի, որ հայ վաճառողները դուրս կմնան աջակցության այս ծրագրերից։ Ներկա պահին ցավոք սրտի առավելություն ունի միայն ու միայն Ռուսաստանի Դաշնություն։ Օրինակ Ռուսաստանի սելերները ՎԲ բանկ գոյություն ունի, բանկից կարող են գումար վերցնել, ինչ որ տոկոսով, երեք գրել է, որ այդ տոկոսները 6 ամսով կսառեցվի, հավանաբար կոմպենսացում են դրա մասին երևի, որը դե մեր հայ սելերներին չի վերաբերվում, որտեղ մենք չենք կարող ինչ որ այդպես բաներից օգտվենք։ Գուրգեն Թադևոսյանը Վալբերիսում արծաթյա զարդեր է վաճառում, ասում է այսօր Վալբերիսի իր էջում տեսել է մնացորդային ապրանքների քանակը, սակայն կարծում է, որ դա կարող է ծրագրային սխալ լինել։ Լիքը սելերների մոտ հայտնվել է, թե ինչքան վնասված ապրանք ունի ինքը պահեստում, կարծել են նույնականացնեն, ինչքան ապրանք է, իմ մոտ էլ է հայտնվել, բայց վաճառք չի կարող գնել այդ ապրանքը։ Հասանելի չի, չեն կարող գնեն։ Լիլիթ Բաղրամյանը նոր է ավարտել դասընթացներն ու վերապատրաստումները, արդեն սկսել էր հաջող վաճառքներ իրականացնել Վալբերիսի հարթակում, ասում է չհասցրեց շատ ուրախանալ։ Եվ մոտավորապես գրել եմ 1,310,000-ի վնասի չափ։ Չգիտեմ փոխհատուցման հետ կապված, ասում ենք պաշտոնական հայտարարությունների։ Վալբերիսի հիմնադիր Տատյաննա Կիմն իր վերջին հայտարարությամբ դիմել է տուժած վաճառողներին ու վստահեցրել, որ նրանց միայնակ չի թողնի։ Կիմն ընդգծել է, ընկերությունը սկսել է վճարումներ զոհվածների ընտանիքներին եւ ծանր վիրավորված աշխատակիցներին, վերանայել է արտակարգ իրավիճակների ժամանակ գործող կանոնները, հենց այն կետը, որը վերջերս էր ավելացրել։ Կիմի խոսքով առաջիկայում վաճառողների համակարգում կցուցադրվեն էլեկտրոստալի պահեստում եղած ապրանքների ճշգրիտ տվյալները, իսկ վնասված ապրանքների փոխհատուցման հարցով գնահատումները դեռ շարունակվում են։ Արդյոք օգնությունը նաև հայ վաճառողներին կհասնի, նրանք պատասխան չեն գտնում։ Գեղեցիկ բառն ասա կփոխհատուցենք, բայց դրա տակ ինչ կա, ոչ մեկ չգիտի։ Ուկրաինայի մյուս մարտավարությունը ռուսական էներգետիկ ենթակառույցներին հարվածներն են, որոնք երկրում վառելիքի սուր ճգնաժամ են առաջացրել։ Երկրում հերթեր են բենզինի համար կռիվներ, իսկ գինը ռեկորդային բարձր է։ Այս պայմաններում Ռուսաստանի նախագահ Պուտինն այսօր պնդել է, թե այդ բարդությունները ժամանակավոր են, տնտեսական դինամիկայի վրա էլ չեն ազդի։ Արդեն հայտնի է, որ բենզինի խոշոր մատակարար Ռուսաստանը ինքն է սկսել վառելիքներ կրել Հնդկաստանից և Բելարուսից։ Միջազգային ևս մեկ լուր Միացյալ Նահանգները 11-րդ գիշերը ևս շարունակել է հարվածել Իրանին։ Պետական լրատվամիջոցները հաղորդել են Թեհրանում հակաօդային պաշտպանության համակարգի գործարկման, ինչպես նաև Թավրիզ և Բուշեր քաղաքներում և 2 նավահանգիստներում պայթյունների մասին։ Միացյալ Նահանգների նախագահը մինչդեռ 3 սպառնացել էր հաջորդ թիվ թիրախավորել Նաթանզ քաղաքի մոտ գտնվող ստորգետնյա միջուկային օբյեկտը, որտեղ Վաշինգտոնի կարծիքով ուրանի հարստացման գործարան է կառուցվում։ Իրանը նախազգուշացրել էր, որ նման հարձակումը կդիտարկվի որպես տարածաշրջանում պատերազմի ընդլայնում։ Իրանն էլ արձագանքել է մերձավոր արևելքում Վաշինգտոնի դաշնակիցների դեմ հարվածներով, Քուվեյթը, Բահրեյնն ու Հորդանանը այսօր հաղորդել են իրանական անօդաչու թռչող սարքերի և հրթիռների հարձակման մասին։ Այսքանը այս եթերաժամին ես ձեզ հրաժեշտ եմ տալիս հիշեցնելով ազատություն.am կայքում սոցցանցերի մեր էջերում լրահոսը թարմացվում է, հետևեք, հաջողություն։